այս դեպքի առնչությամբ ձեր գնահատականը որն է։ Նմանատիպ դեպքեր եղել են, սա առաջի դեպքը չէ։ Գիտեք, որ ամիսներ առաջ էլ էլի արցախցի մեր հայրենակցի նկատմամբ բռնություն էր գործադրվել, մեղավորները չեն պատժվել, ես ենթադրում եմ նաև խրախուսվել են, եւ դրա արդյունքում էլ ունենք այն ինչ որ ունենք, եւ այս ամեն ինչը ես պատահական չեմ համարում, սա ուղղորդվում է իշխանությունների կողմից, սա հստակ ուրեմն ուղղորդված եւ հստակ ծրագրավորված ուրեմն քայլ է ցույց տալու իրենց վերաբերմունքը արցախցի մեր քույր եղբայրների նկատմամբ։ Սրանց անմարդկային ուրեմն վարքագծին որևէ մի բացատրություն չկա, քան թուրք-ադրբեջանական ուրեմն տանդեմին դուր գալու, իրենց ինչ որ մի բան ցույց տալու, որ տեսեք արցախցիները այստեղ պաշտպանված չեն եւ մենք կարող ենք ոստիկանական բաժանմունքներում մենք ամենավերջին լկտիությունը մեզ թույլ տալ, խոսքը ուժային կառույցների մասին է խոսքը, եւ եթե որևիցե մեկը իր մտքով անգամ անցնում է, որ կարող է սա մարսել, չարաչար սխալվում է, սա եւ մնացած բոլոր դեպքերը հատիկ առ հատիկ քննվելու են, մեղավորները պետք է կրեն ամենախիստ պատիժը եւ որևիցե մեկը իրավունք չունի նման կերպով փորձել ցուցմունքներ կորզել։ Պարոն Դանիել, ամեն դեպքում նմանատիպ բոլոր դեպքերով կարծեք թե մեռնում են գործերը եւ հետևանքներ հանդեպ չի, բոլորի հանդեպ են իրենք։ Եթե տենում են մի հատ, որ այդ մարդուն ինչ որ խիղճ, անպաշտպանա, ջարդում են փշուրում։ Այս դեպքով որքանով է օբյեկտիվ ակնկալել ինչ-որ արդյունքներ, թե սպասում եք իշխանափոխությունից հետո գործերը վերաբացվեն։ Ակնկալիքը այն է, որ մենք թե ազգային ժողովի քառորյա նիստերի ժամանակ, թե համապատասխան գրություններ ենք ուղարկել, մեղավորներին մենք պետք է բացահայտենք, դա իշխանափոխությունը սարի հետևում չի, բայց կապ չունի։ Պետք է միջև այդ ամեն ինչը այս իշխանությունները հասկանան, որ միջև երբ են Ալիևի ունեն պահանջները կատարելու, Էրդողանի եւ Ալիևի պահանջն է սա։ Քիչ են այս մարդիկ տանջվել, հալածվել։ Քիչ են այս մարդիկ ուրեմն ենթարկվել բռնությունների։ Այդ նրա արդյունքն է, որ ազգակործան պատուհասը ասում էր, Արցախում էթնիկ զտում ցեղասպանություն չկա։ Արցախցիները հանգիստ իրանց համար ապրում են։ Այդ սրա արդյունքն է, այդ նույն վերաբերմունքի արդյունքը մենք հիմա տեսնում ենք այստեղ։ Տեսնում եք իշխանական տարբեր падգամավորների, իշխանական տարբեր գործիչների թիրախավորումը արցախցիների նկատմամբ։ Հենց այդ թիրախավորման արդյունքն էլ է։ Մեկը երևի մտածում է, որ իր ուսադիրները մի երկու հատ ավելանալու են, որ համապատասխան վերաբերմունք են անում, չեն իմանում, որ այդ եղած ուսադիրներն էլ ուրեմն իրենք արժանի չեն այդ ուսադիրների։ Այդ եղած ուսադիրներն էլ չեն ունենալու։ Այս է դրա արդյունքն է, սա անպատժելիության արդյունքն է, սա թիվ 1 հանցագործ վերաբերմունքի արդյունքն է եւ սա չի կարող շարունակվել։ Սա ուրեմն այս քայլերով ուրեմն ներազգային պարակտում են մտցնում մեր ժողովրդի մեջ։ Սա նպատակաուղղված է։ Եթե ինչ որ մեկը թվում է, թե սա պատահական բնույթ է կրում, ել եմ կրկնում, սա պատահական բնույթ չի կրում։ Եվ կրկնում եմ, մեղավորները պետք է ամենախիստ պատժին արժանանան, այդ մարդիկ չպետք է ուժային կառույցներում աշխատեն Եվ պետք է սա դասը լինի բոլորի, որ որևիցե մեկը, եթե մտածի, մեր հայրենակցի, առավել եւս, եթե այդ մարդիկ ուրեմն իրենց կյանքով, իրենց ընտանիքների, ուրեմն անձնվիրաբար ծառայության արդյունքում ունենք մենք պետություն, առավել հարգանքի պետք է արժանանալ։ Այսօր էլ մենք գնացել ենք միտեղ, որտեղ որ նաեւ լրագրողներից որոշ մարդիկ են ներկա եղել։ Երբ որ զոհված ուրեմն եւ անհետ կորած ընտանիքներին ուղակի բարիս բուն իմաստով այդ տարածքից հանում են։ Մուրացան 110 Մուրացան 110-ի մասին է խոսքը։ Եվ նման վարվելակերպը, նման վարքագիծը սրանց արդեն դարել է բնորոշ աշխատանքային ոճ։ Շնորհակալություն։